Ալիքների ժողովուրդ, բուրըն ծախերը ձեզ որոշիրուան քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմը։ Այսօր մենք ունենք ընդամենը ձեզ մեկ բան ասելու։ Հունիսի 7-ին տեղի են ունենալու մեր երկրի համար կանխորոշիչ ընտրություններ։ Եվ այդ ընտրություններում, ինչպես եւ նախորդ ընտրություններում 2018 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության քաղաքացին է որոշելու, թե ինչ ճանապարհով է շարժվելու մեր երկիրը։ Եվ այդ որոշումից կախված է, թե ինչ ենք մենք ընտրում։ Արդյոք ընտրում ենք մեր նորաստեղծ խաղաղությունը, թե հրաժարվում ենք այդ խաղաղությունից։ Արդյոք ընտրում ենք խնդիրները լուծելու այն բեռը, որ մեր ուսերին է դրված, մեր երեխաներին, մեր սերունդներ չփոխանցելու ճանապարհը, այլ փոխանցելու իրենց խաղաղ հեռանկարներով լի երկրի ճանապարհը, թե դրա հակառակը։ Եվ իրականում բոլոր են մանկապարտեզները, դպրոցները, ֆուտբոլի դաշտերը, խաղահրապարակները, որ մենք կառուցում ենք ոչ միայն Երևանում, այլ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իմաստ ունեն մի դեպքում, եթե մենք այս երեխաների համար ընտրում ենք խաղաղության ճանապարհը, եթե մենք մեր որոշելիքը մենք ենք որոշում, եւ հունիսի 7-ին գնալով ընտրական տեղամասեր եւ վերցնելով 16-րդ քվեաթերթիկը, վերցնելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկը, մենք որոշում ենք խաղաղության ճանապարհով շարժվել։ Մենք տեր ենք կանգնում մեր երկրին, մենք տեր ենք կանգնում մեր երեխաների ապագային եւ մենք տեր ենք կանգնում խաղաղությանը։ Սիրելի երևանցիներ, ընտրություններ 2026-ին քվեարկում եք, ընտրություններ 2026-ին քվեարկում եք, ընտրություններ 2026-ին քվեարկում եք, որովհետև պետությանը, ինքնիշխանությանը, խաղաղությանը, Մանացա Սեբաստիային, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակների և Հայաստանի Հանրապետությունը։